Շնորհակալություն մեծարգո փոխոսնակ, ես իրականում ուզում եի հանել ելույթս, բայց Տիգրան Աբրահամյանի ելույթին պետք է ամեն դեպքում արձագանքեմ, տեսեք, պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը, Սերժ Սարգսյանի խմբակցության քարտուղարը էլի եկավ եւ ուրեմն բանակից խոսեց, սպառազինություններից խոսեց, հիմա էլ ոնց որ թե տենց գոհ էր, ոնց հասկացանք սպառազինություններից, հիմա էլ եկել է թե բա մարտական ոգին, բարոյ հոգեբանական վիճակը պետք է կարգավորվի եւ այս իշխանությունը չի կարող կարգավորել եւ այլն եւ այդպես շարունակ։ Պարոն Աբրահամյան, պատիվ ունեմ խմբակցության падգամավորներ, Հայաստան խմբակցության падգամավորներ, ձեր նախագահների հետ միասին վարչապետը ձեզ հրավիրել է, որ գաք իրար հետ սիրուն, ուրեմն տեսնեք եւ ծանոթանաք, ուրեմն ռազմարտունաբերության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, մոտիկից կծանոթանաք նաեւ վստահ եմ մեր զինվորականների մարտական ոգուն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես ձեզ առաջարկում եմ ուղղակի դատարկ խոսելու փոխարեն, ուրեմն մանիպուլացնելու, ստեր գեներացնելու փոխարեն հավաքվեք իրար հետ, մենք կտրամադրենք ձեզ նաև տրանսպորտային միջոց, կուղեկցենք ձեզ եւ կգաք կծանոթանաք եւ ես կարծում եմ, որ դրանից հետո առհասարակ որևէ ասելիք չեք ունենա, բայց դուք չեք գալու, բնականաբար, ինչպես չեք գալիս բանավեճերին, այդպես էլ չեք գալու սպառազինությանը ծանոթանաք, որովհետեւ այդ ամեն ինչի արդյունքում բացահայտվելու է ձեր դավադիր դեմքը։ Այն դեմքը, որը ամփոփված է քիչ առաջ, ուրեմն հրապարակված կառավարության կողմից հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ։ Ձեր դեմքն է, ուրեմն բացահայտվելու, թե ինչպես եք մեղրին փորձում փոխանակել լղիմի հետ, ուրեմն թե ինչպես էր, օրինակ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում բանակցում 5 գումարած 2, ուրեմն կարգավորման տարբերակի հետ, 1 փուլային տարբերակի հետ, 1 փաթեթային տարբերակի վերաբերյալ, այսինքն միշտ բանակցություններն այն մասին են եղել, որ դուք ուրեմն պետք է Ադրբեջանին վերադարձնեք տարածքներ։ Եվ էսա ձեր իրական դեմքը, այնպես որ եւս մեկ անգամ ես պետք է այստեղից կրկնեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկը ձեզ 3 նախագահների գլխավորությամբ եկեք եւ մոտիկից ծանոթացեք, թե ինչպես են բանակը զարգացնում, ինչպես են զարգացնում ռազմարտունաբերության ոլորտը, եկեք մոտիկից ծանոթացեք, ինչպես են սիրում հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, որը դուք այդպես էլ չսովորեցիք սիրել։ Շնորհակալ եմ։